Վանաձորի բնակիչ Արարատ Ղարաքեշիշյանը 48 տարեկան է, բնակվում է Քիմիագործների առաջին փողոցի 6-րդ տանը, ամուսնալուծված է, տարիների ընթացքում ձեռք է բերել մինչ օրս հստակ չախտորոշված հիվանդություն, որի պատճառով դժվարանում է տեղաշարժվել։ Հիվանդությունը հետզհետե սրվել է եւ ինքը դարձել է անկողնային հիվանդ։ 1.5 տարի առաջ կորցրել է միակ խնամակալին մորը, նախկինում զբաղվել է թիթեղագործությամբ, վաստակել օրվա հացը, այսօր թեպետ զավակներ ունի, սակայն հարևաններից է ակնկալում խնամակալություն եւ աջակցություն։ Չունեմ կողքից օգնողներ եւ չեմ կարող հիվանդանոցում դասավորել կամ նպաստ կամ թոշակ, որից ես երբեք չեմ օգտվել, չեմ էլ կարողացել օգտվել։ Մայրիկս դասավորել էր նպաստ իրեն համար, չհասցրեց եւ հունվարը դեռ չլրացած մայրս մահացավ։ Ու այս 1 տարի է ես չեմ կարողանում մեկին գտնել, որպեսզի կարողանա ինձ ուղղություն տա, ես ինչպես անեմ, որ կարողանամ իմ նպաստը կամ թոշակ դասավորել, քանի որ անաշխատունակ եմ, շատ ժամանակ եղել է այնպես, որ 2 անգամ է շտապօգնություն եկել եւ ինձ տեղափոխելով հիվանդանոց ասել են, եթե տիրություն անող չունես, մենք չենք կարող քեզ, դու պետք է 2 օրվա համար վճարես 45,000 դրամ, 7 օրվա համար պետք է վճարես 120,000 դրամ, ես վերցրել եմ նոր, չունեմ, ասենք, օգնողներ, օր ա եղել, սոված եմ եղել, ոչ մեկին, հարևաններից ցավը տանեմ, իրանք որ կարողացել են, ամենքը ինչ որ մի ձևով ինձ օգնել։ Ձմռան առաջնահերթ հոգսը վառելանյութը ձեռք է բերել հարևանների օգնությամբ։ Այսքանով հոգսերը դեռևս չեն ավարտվում։ Մոր առողջությունը վերականգնելու նպատակով նոր քարտ է բացել, սակայն մահանալուց հետո մինչ օրս չի կարողանում վերադարձնել 170,000 դրամ գումարը։ Արարատ Ղարաքեշիշյանի միակ խնդրանքը համապատասխան կառույցներից եւ կազմակերպություններից ուղղորդում եւ աջակցություն ստանալն է, որպեսզի կարողանա իր առողջությանն ու վիճակին համապատասխան նպաստ կամ կենսաթոշակ ստանալ։ Ես մինչեւ այսօր անալիզ եմ տվել, մեկն ասել է ինֆարկտ, մեկն ասել է վադյանկա, ես չգիտեմ սա ինչ հիվանդություն է, արդեն ձեռքերս ողջան։ Դուք չեք կարողանում քայլել։ Չեմ կարողանում երկար քայլել, շունչս է կտրվում, դրանք տեղյակ են շտապօգնությունը, քանի որ օր ա եղել 2 անգամ, եկել են ժամանակ ա եղել, որ շտապօգնությունն եկել է, դիմավորող չեմ ունեցել։ Չեմ կարողանում վառելիք հայթայթել, գազը թողել էի նրա համար, որ կարողանամ ճաշի, ասենք, չայի օգտագործեմ, այսօր արդեն չեմ կարողանում, տեսնում եմ, որ մաշկս գույնը լրիվ փոխում է, կապտում է, այս խնդրել եմ տվել են, ինչ անեմ, վաղնել, կտրեն գազս, ինչ եմ անի ես, լույսից վավշե չեմ օգտվում, մենակ տելևիզոր ձեր հաղորդումներն եմ նայում ու վերջ, չեմ կարող ես ոչ մեկից ոչ նեղանում եմ, հարազատներ ունեմ, ասենք, բոլորն էլ ինձ թվում է, եթե մայրիկից թաղմանը ներկային է, իմ վիճակը գիտեն, բայց նոր տանում, եթե ինձ այցելության չեն եկել, դրանից առաջ ոչ մեկին պետք չի եղել, որ ես ինչ վիճակ եմ, մի քանի անգամ մորք սա օգն է։ Հերմինե Այվազյան, Ելենա Սաքանյան, Լոռի հեռուստաընկերություն։